2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարությունը պետական միջոցների հաշվին մի հիմնադրամ է ստեղծում, որը հեռուստաալիքներին դրամաշնորհներ պետք է տրամադրի հանրօգուտ մեդիա բովանդակություն ստեղծելու համար։ Գործադիրը վստահեցնում է, հանրային մուլտիպլեքսում հեռարձակողներին գումար տրամադրելիս խմբագրական քաղաքականության նկատմամբ միջամտության փորձերը պետք է բացառել։ Մեդիա փորձագետները մինչդեռ արդեն թերահավատ են։ Մենք առայժմ չունենք այն ժողովրդավարական ավանդույթները, երբ իշխանությունը տրամադրում է գումարը եւ ամենևին չի խառնվում, թե ինչպես են դրանք բաշխվում եւ ինչ չափանիշներով։ Որոշումն ընդունվեց կառավարության վերջին նիստին, թե որքան կկազմի հիմնադրամի բյուջեն, ինչ ընթացակարգով ու պայմաններով են ստանալու այդ միջոցներն առայժմ պարզ չէ։ Հրապարակված պաշտոնական փաստաթղթերում հստակեցումներ չկան։ Նախաձեռնության վերաբերյալ վարչապետն էլ հարցեր ուներ։ Որոշումը կստորագրի համապատասխան լրացումներից հետո։ Հարցը դրվում է քվեարկության, ըստ այդմ ովքեր են դեմ որոշման ընդունմանը, լրամշակումով դեմ չկա։ Որոշումն ընդունված է, միջև ստորագրելը եկեք պայմանավորվենք, որ կհամոզվենք, որ կարգավորումները արել ենք։ Որն է հանրօգուտ բովանդակությունը, ըստ կառավարության դրանք մշակութային, կրթական, մանկական հաղորդումներն են։ Հիմնադրամի վերաբերյալ այս պահին հասանելի փաստաթղթերում առկա որոշ մանրամասներ, սակայն փորձագետների մոտ հարցեր են առաջացնում։ Հիմնադրամի կանոնադրության հենց այն կետում, որտեղ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու մասին է նշված, սևով սպիտակի վրա գրված է. ստեղծվող կառույցը կողմերի միջև կամուրջ պետք է լինի, որի շնորհիվ մեջբերեմ պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները։ Գումարի դիմաց հեռարձակողների ուղերձներ էլ պետք է հրապարակեն։ Այս հարցի պատասխանը փաստաթղթերում չգտանք։ Արդյոք դրանց թվում կարող են լինել վարչապետի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նրա կնոջ նախաձեռնած կրթվել է նորաձև է շարժման թեզերը, պարզ չէ։ Մինչ այդ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հակասություն է տեսնում։ Եթե այդ հիմնադրամը ֆինանսավորելու է հանրօգուտ ինֆորմացիան, տեղեկատվությամբ հետաքրքրված եւ եթե այդտեղ պետք է քաղաքական հարցեր չշոշափվեն, չէ՞ որ խոսքը գնում է մշակույթի, տարբեր գիտական հաղորդումների մասին եւ այլն, ապա քաղաքական ուղերձները այստեղ պետք է որ տեղ չգտնեն։ Ովքեր են կառավարելու ստեղծվող կառույցը։ Ընդունված, բայց դեռ չստորագրված որոշմամբ հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի նախկին իշխանական падգամավոր Վահագն Թևոսյանը։ Նա մինչ այս հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր, մի մարմնի, որը վերջին տարիներին տարբեր սկանդալների կիզակետում հայտնվեց։ Նրանց մեղադրում էին իշխանահաճո որոշումներ կայացնելու մեջ։ Թևոսյանի կինն էլ հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարն է։ Հանրօգուտ մեդիա միջավայր անունը ստացած հիմնադրամը հոգաբարձուների խորհուրդ է ունենալու 7 անդամներով։ Որոշումներն ընդունվելու են ձայների մեծամասնությամբ։ Նրանցից 5-ին կառավարությունն է առաջադրելու, մյուս 2-ին ազգային ժողովի կրթության հանձնաժողովն ու հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Խորհրդի վերջնական կազմն էլ կհաստատի անձամբ վարչապետը։ Չնայած մտահոգություններին, ոլորտը վերահսկող մարմնի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում իր զեկույցը ներկայացնելիս վստահեցրեց, թե քաղաքական որևէ նպատակ չկա։ Դա տենդերի միջոցով բաժանվելու է բոլոր գործող հեռուստաընկերությունների միջով, որի շնորհիվ հեռուստաընկերությունները կարողանան ստեղծել հանրօգուտ բովանդակություն։ Հանրօգուտի տակ մենք նկատի ունենք մանկական, մշակութային, կրթական եւ սպորտային որակյալ հաղորդումներ։ Եվ սա համաշխարհային պրակտիկա է։ Նման հիմնադրամ ստեղծելու հարցը մեդիա ոլորտի ներկայացուցիչների, լրագրողական կազմակերպությունների հետ չի քննարկվել, ընդգծում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Իշխանությունները չեն խորհրդակցել լրագրողական կազմակերպությունների հետ եւ չեն ճշտել, թե որքանով է այնուամենայնիվ նպատակահարմար այդպիսի գաղափարի իրականացումը։ Մելիքյանն ընդգծում է, իրենց բազմաթիվ հարցերի պատասխաններ առայժմ չունեն։